Եթե փետրվարի 14-ը սիրո եւ հույսի օր էր, ապա փետրվարի 15-ը պատմության մեջ հայտնի է որպես վերջնակետերի եւ նոր սկիզբների օր։ Թեև սա պատմական հստակ թվագրում չէ, բայց ըստ եկեղեցական որոշ ավանդույթների եւ հին տոմարի հաշվարկների, Տյառնընթառաջի հաջորդ օրերը, այդ թվում փետրվարի 15-ը կապում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների եւ այն ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը պատրաստվում էր մեծ հոգեվոր դարձի։ Սա այն օրն է, երբ հեթանոսական կրակը տեղի էր տալիս քրիստոնեական լույսին։ 1989 թվականի փետրվարի 15-ը պատմական օր էր հազարավոր հայ ընտանիքների համար։ Հենց այսօրը խորհրդային զորքերը վերջնականապես դուրս եկան Աֆղանստանից։ 10 տարի տևած այդ դաժան պատերազմին մասնակցեցին նաև հազարավոր հայեր, որոնցից շատերը տուն չվերադարձան։ Այսօր Հայաստանում եւ աշխարհում հիշում են այն տղաներին, որոնք անցան այդ դժոխքի միջով։ Սա մի օր է, երբ զենքերը լռեցին, բայց սպիները մնացին հավերժ։ Քիչ չեն նաև քաղաքական ցնցումները։ 1999 թվականի փետրվարի 15-ին Քենիայում ձերբակալվեց Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։ Այս իրադարձությունը մեծ արձագանք գտավ նաև Հայաստանում եւ Սփյուռքում, քանի որ քրդական հարցը միշտ սերտորեն կապված է եղել մեր տարածաշրջանի անվտանգության եւ պատմական արդարության հետ։ Այդ օրը բազմաթիվ բողոքի ակցիաներ տեղի ունեցան աշխարհի տարբեր մայրաքաղաքներում։ Անցնենք տիեզերական առեղծվածներին։ 2013 թվականի փետրվարի 15-ի առավոտյան Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի վրա պայթեց հսկայական երկնաքար։ Պայթյունն ավելի պայծառ էր, քան արևը եւ առաջացրեց հզոր հարվածային ալիք։ Սա մարդկությանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ որքան փխրուն է մեր մոլորակը տիեզերական մարտահրավերների դեմ։ Այդ օրը հազարավոր մարդիկ տեսան կրակե գունդը, որը դարձավ 21-րդ դարի ամենաշատ տեսագրված տիեզերական երևույթը։ Գիտության սիրահարների համար այս օրը տոն է։ 1946 թվականի փետրվարի 15-ին աշխարհին ներկայացվեց առաջին համընդհանուր էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։ Այն զբաղեցնում էր մի ամբողջ սենյակ եւ քշրում էր 30 տոննա։ Դժվար է հավատալ, որ մեր այսօրվա հզոր սմարթֆոնների նախատիպը հենց այս օրն է սկսել իր աշխատանքը, փոխելով մարդկության պատմության ընթացքը։ Փետրվարի 15-ը մեզ սովորեցնում է, որ նույնիսկ ամենաերկար պատերազմները եւ ամենացուրտ ձմեռները մի օր ավարտվում են, տեղը զիջելով նոր տեխնոլոգիաներին եւ խաղաղությանը։